Ես այսօր ուզում եմ խոսալ կյանքի մասին, թե ինչ է կյանքը, կյանքին նայել Աստծո աչքերով։ Ինչ է կյանքը, դա կախված է նրանից, թե դու ինչպես ես նայում կյանքին, չէ՞։ Ուրեմն կյանքի մասին քո պատկերացումներից, քո սահմանումից կախված է քո ճակատագիրը, քո ապագան, թե ինչպիսին կլինի քո կյանքը։ Այսպիսով կյանքի վերաբերյալ ձեր պատկերացումներից կախված է, թե ինչի վրա եք ծախսում ձեր ժամանակը, ձեր գումարները, որտեղ եք ներդնում ձեր տաղանդները, մարդկանց է ձեր փոխհարաբերությունները, ձեր արժեքները եւ այլն։ Ձեր կյանքի մասին պատկերացումներից է կախված դա։ Եթե մարդկանց հարցնեք, թե ինչպիսին են պատկերացնում իրենց կյանքը, ապա կլսեք շատ տարբեր պատասխաններ։ Օրինակ, ոմանք համարում են, որ կյանքը կրկես է, ոմանց համար ականապատ դաշտ, ոմանց համար կարուսել, փազլ, նկար, երաժշտական սիմֆոնիա, ոմանց համար ճանապարհորդություն, պար, խաղ եւ այլն, տարբեր պատասխաններ, ամեն մեկը տարբեր ձևով է պատկերացնում, թե ինչ է կյանքը։ Եվ կյանքի մասին ձեր պատկերացումներից է բխում այն, թե դուք ինչպես եք հագնվում, ինչ զարդարանքներ եք կրում, ինչ մեքենա եք վարում, ինչ սանրվածք պրիչոսկա ունեք, ինչ սմայլիկներ եք օգտագործում եւ այլն։ Ու այս ամենը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում ձեր վրա, քան դուք պատկերացնում եք։ Թվում է, թե մանրուքներ են, բայց դրանք ձևավորում են ձեր կյանքը։ Դա որոշում է ձեր սպասումները եւ պահանջները կյանքից։ Ձեր նպատակները, նախընտրությունները, արժեքները, փոխհարաբերությունները։ Այսպիսով, ինչպիսին եք տեսնում դուք ձեր կյանքը, անդրադառնանք մեզ, մենք ինչպես ենք տեսնում մեր կյանքը։ Ինչի համար եմ ասում, որովհետև շատ հնարավոր է, որ կյանքի մասին մեր պատկերացումները, սահմանումները լինեն ոչ ճիշտ։ Պատկերացնում եմ ես այսպես, բայց բանից դուրս է գալիս այսպես է։ Ես ուրիշ ձև եմ պատկերացնում, բայց փաստորեն սխալվում եմ։ Հնարավոր է, չէ՞, որ սխալվենք մենք կյանքի մասին մեր պատկերացումներից։ Ուրեմն, որպեսզի կատարենք այն, ինչի համար ստեղծել է մեզ Աստված, մենք պետք է կասկածի տակ դնենք կյանքի մասին ունեցած համընդհանուր կարծիքները ու մեր անձնական պատկերացումները եւ դրանք փոխարինենք Աստվածաշնչյան մոտեցմանը։ Ամեն։ Թե ինչ ասում Աստվածաշունչը։ Մենք կարող ենք սխալվել եւ հաճախ ենք սխալվում, բայց Աստվածաշունչը երբեք չի սխալվում։ Ուրեմն առաջին համարը, որ ուզում եմ կարդամ Սուրբ գրքից Հռոմայեցիս թղթի 12-րդ գլխի 2-րդ համարից։ Գրված է եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Մի կերպարանվեք։ Այս աշխարհը իր ընկալումները կյանքի մասին են, ինչ որ իր համար լավ է, նորմալ է, մեր համար ընդունելի չի։ Նույնն էլ ինչ որ մեր համար է ընդունելի, իրանց համար նորմալ չի։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որպեսզի քննեք, թե որն է այս տարվա մոդան, հա, թե սպալցիկ աշխարհում ինչ է կատարվում, թե եւ այլն եւ այլն։ Չէ, Աստված ուրիշ բան ասում, եւ ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որը բարի, հաճելի եւ կատարյալ է։ Աստծո կամքը, բարի, հաճելի եւ կատարյալ է։ Այս երկրի վրա չկա տես մի բան, որը լինի բարի, հաճելի եւ կատարյալ։ Միայն Աստծո կամքն է դա։ Այստեղ որ հասա մի բան եմ ուզում ասեմ, Ռայկոմում ասեցի, խոսքից դուրս է, բայց ուզում եմ ասեմ։ Այս պոլիտիկական պահերը, որ կա, ասեն շատ ենք մտածում, մտահոգվում, ինչ ենք անում, մի անգամ նենց հետաքրքիր
կարդացի, որ Հիսուսի աշակերտները մոտենում են Հիսուսին, ասում են. «Տեր, բա Իսրայելի թագավորությունը երբ ես հաստատելու, այս ժամանակին թե հետո թե երբ, ոնց որ մեր լեզվով ասած, բայց մեր երկրի վիճակը ինչ է լինելու»։ Չէ՞, այդ են Հիսուսին հարցնում են ու Հիսուսի պատասխանը այնքան դուրս եկավ։ Հիսուս ասում է. «Ձեր գործը չի էտի, ձեզի չի վերաբերվում ժամերն ու ժամանակները հասկանալը, որը հայրը իր իշխանության մեջ դրեց։ Այսինքն այս երկրի վրա ինչ է կատարվում, դա ձեր գործը չի, էտի հայրը իր իշխանության մեջ դրեց, բայց ձեր գործը այն է, ինչ որ ընդեղ է կատարվում երկնքում, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, զորություն կառնեք ու ին վկաները կլինեք։ Այս սա է ձեր բաժինը, թե չէ թե ինչ է կատարվում, ում է սպանում, ինչ պատերազմներ, էդի հայրը իր իշխանության մեջ ադրել ժամանակները, ձեզի չի վերաբերվում, մի մտահոգվեք դրանով, ձեզի վերաբերվում այն ինչ որ երկնքում է կատարում, դրանով զբաղվեք, դրանով հետաքրքրվեք, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա գա, զորություն կառնեք, այդ զորությունն է ձեր բաժինը։ Եվ այլն, շարունակենք, ուրեմն Աստվածաշունչը կյանքի վերաբերյալ առաջարկում է 3 սահմանում, որոնցից երևում է, թե Աստված ինքը ինչպես է նայում կյանքին։ Հետաքրքիր է, թե Աստված ինչպես է նայում կյանքին։ Ուրեմն առաջինը, որ մեր ինչ է կյանքը, չէ՞, առաջինը, կյանքը դա քննություն է, փորձություն։ Երկրորդը, կյանքը մեզ վստահված ունեցվածք է, կարողություն ունեցվածք որոշակի ժամանակվա ընթացքում։ Եվ երրորդը, կյանքը ժամանակավոր հանձնարարություն է։ Այս 3 կետի մասն եմ ուզում խոսել այսօր։ Առաջինը, կյանքը դա քննություն է, փորձություն։ Սա մենք տեսնում ենք Սուրբ գրային շատ տարբեր պատմությունների մեջ։ Աստված միշտ փորձում է մարդկանց հավատքը, հնազանդությունը, սերը, ազնվությունը եւ հավատարմությունը։ Աստված միշտ փորձում է մեզ։ Գիտենք, Աստված փորձեց Աբրահամին, փորձեց Հակոբին, Ադամն ու Եվան քննությունը չհանձնեցին, չէ՞։ Դավիթը որոշ տեղերում հանձնեց, որոշ տեղերում չհանձնեց։ Սակայն կան մարդիկ, ովքեր փայլուն հանձնեցին իրանց քննությունը։ Օրինակ Հովսեփը, Եսթերը, Ռութը, Դանիելը, Հոբը, Նոյը եւ այլն։ Ուրեմն մարդու բնավորությունը ձևավորվում եւ ստուգվում է հենց փորձության միջոցով։ Եվ առհասարակ մեր ամբողջ կյանքը քննությունն է։ Մենք միշտ փորձվում ենք, միշտ քննություն ենք անցնում, ամեն օր, ամեն րոպե։ Աստված անդադար նայում է, թե մենք ինչպես ենք վերաբերվում կամ արձագանքում մարդկանց դժվարությանը, հաջողություններին, կոնֆլիկտներին, հիվանդությանը, հիասթափությանը եւ նույնիսկ եղանակին ինչպես ենք արձագանքում։ Նա հաշվի է առնում նույնիսկ ամենահասարակ ոչինչ համարվող մեր արարքները։ Աստված հաշվի է առնում։ Աստված փորձում է մեզ մեծ փոփոխություններով, անլուծելի խնդիրներով, անտեղի քննադատություններով, եղել է որ քեզ անտեղի քննադատեն, բան ասեն, ու Աստված ուշադիր նայում է, թե դու ոնց ես քեզի պահում այդ ժամանակ։ Որովհետև կյանքը քննություն է, մենք քննություն ենք անցնում։ Անհասկանալի փորձանքներով, լինում է, չէ, անհասկանալի փորձանք, մեկ էլ եկավ կպավ, օրինակ, պապայի ձեռքը, փորձանք էր, ինչի համար, ոնց, խի, ինքը գիտի։ Երբեմն ստիպված ենք երկար սպասել խոստումների իրականացմանը, Աստծուց խոսք ես արել, բայց տարիներ հələ սպասում ես։ Իսկ որոշ աղոթքներ այդպես էլ մնում են անպատասխան։ Ինչի համար։ Երբ որ մենք գիտակցում ենք, որ կյանքը քննություն է, միանգամից պարզ է դառնում, որ կյանքի մեջ իզուր ոչ մի բան չկա, ոչ մի բան հենց այնպես չի։ Ամեն ինչ մեր քննության համար է։ Նույնիսկ ամենահասարակ դեպքերը ազդում են մեր բնավորություն կերտելու վրա։
Կարևոր է դառնում ամեն մի օրը, յուրաքանչյուր վայրկյանը դառնում է աճելու, մեր բնավորությունը շտկելու, սեր դրսևորելու կամ Աստծուն ապավինելու հնարավորություն։ Որոշ փորձություններ թվում են անանցանելի, իսկ որոշները մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք հանձնում։ Մենք սովորաբար մեր սովորական ձևով ենք մեզ պահում, բայց բանից պարզում է, որ դա քննություն էր։ Պապայի պատմած պատմություններից մի բան պատմեմ, երևի լսած կլինեք, շատ անգամ պատմվել է, ինքը որ դպրոցում աշխատելուց է եղել, ասում է երեխեքից քննություն ենք վերցնում աշակերտներից։ Դե նստած աշակերտը մտնում է, պատասխանում է, քննություն է տալիս։ Որը պատասխանում է 5-ի 5 աստանում, որը 4-ի 4, որը 3, որը չի պատասխանում 2 եւ այլն։ Բայց ասում է ամեն ինչ այդքան էլ տենց հեշտ չէր, որտեվ երեխեքը պատասխանում էին հաճախ 2-ի 3-ի մեջտեղում կամ 3-ի 4-ի մեջտեղում կամ 5-ի։ Ասենք 2 դնես խիղճը չի տանի, որտեղ ինչ որ բան ասեց, բայց ինչ ասել, դա էլ բավարար չի, որ վերևի գնահատականը։ Ու ինչ է անում, լրացուցիչ հարցեր է տալի, լրացուցիչ զրույցներ, որպեսզի իր մակարդակը բարձրացնեն վերևի գնահատականին, որ լավ գնահատական դնեմ։ Բայց այդ աշակերտը ասում է, հայացքով տանջվում է, ոնց որ խես տանջում ինձի։ Բայց ասում է, ես իմ նպատակը իր գնահատականը բարձրացնելն է, որ ինքը ստեղից դուրս գա լավ գնահատականով։ Մեր կյանքն էլ է դրա նման։ Մենք հաճախ ասում ենք, ինչի համար էսի սենց, ինչ խի սենց, տանջանք էսի սենց, այնց։ Բայց Աստծո նպատակ ունի։ Ուզում է քո գնահատականը բարձրացնի, որ դու լավ գնահատականով մտնես երկինք։ Իր նպատակը քո երկինք մտնելն է, որ լավ ձևով մտնես։ Սակայն բարի լուրը այն է, որ Աստված այն լավ դասատուների նման քեզի օգնում է ասենց ամեն ձևով, որ դու լավ գնահատական ստանաս, որ դու այդ քննությունը լավ անցնես։ Այս պատճառով էլ երբեք մեր ուժերից վեր փորձություն չի թույլ տալի Աստված։ Դա գրված է Առաջի Կորինթացիս 10-րդ գլխի 13 համարում։ Ասում է, ձեզ մարդկային փորձությունից բացի ուրիշ բան չի պատահել, բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ պիտի չթողնի, որ ձեր կարողությունից ավելի փորձվեք, ապա փորձության հետ ազատության միջոց էլ պիտի տա, որպեսզի կարող լինեք համբերել։ Փառք Աստծուն, մեր Աստված հավատարիմ Աստված է, ինքը օգնում է, ինքը առանց իր ոչ մի քննություն չեն կարող հանձնենք, բայց իր օգնությամբ կարող ենք։ Ուրեմն առաջինը դա կյանքը քննությունը, փորձությունը ու ոչ մի իզուր բան չկա կյանքի մեջ։ Երկրորդը կյանքը մեզ վստահված կարողություն է կամ ունեցվածք է որոշակի ժամանակի ընթացքում։ Մեզ վստահված մի բան է, Աստված վստահել է մեզ, բայց դա մերը չի, բայց ինքն է տվել մեզ։ Հռոմեացիս 14-րդ գլխի 12 համարում գրված է. Ուրեմն մեզանից ամեն մեկը Աստծուն հաշիվ պիտի տա իր անձի համար։ Աստծուն հաշիվ պիտի տա իր անձի համար։ Մենակ այս փաստը, որ պետք է հաշիվ տանք, դա ցույց է տալիս, որ քեզ չի պատկանում։ Չէ՞։ Եթե մի բան ինձ է պատկանում, ինչի պետք է հաշիվ տամ, իմ նա ինչ կուզեմ կանեմ, չէ՞, ում պետք է հաշիվ տամ։ Բայց եթե պետք է հաշիվ տամ, դա նշանակում է, որ ինձ չի պատկանում, իմը չի, չէ՞։ Մեր անձը, մեր կյանքը, մեր ունեցածը մեզ չի պատկանում։ Աստծո տված ոչ մի բան մեր սեփականությունը չի։ Մենք պարզապես օգտագործում ենք այն, ինչը Աստված վստահել է մեզ կարճ ժամանակվա ընթացքում։ Աստված վստահել է քեզ։ Երբ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, նրանց դրեց իր ունեցածի վրա որպես վերակացու, որ նրանք տնօրինեն, աճեցնեն, որպես վերակացու։ Երկրի վրա ամեն ոք ու ամեն բան պատկանում է Աստծուն։ Ամեն։ Սաղմոս 24-ի 1-ում է գրված, Դավիթն ասում է. Տիրոջն է երկիրը ու նրա լիությունը,
աշխարհը ու նրա բնակիչները Տիրոջն են, ամեն բան նրան է պատկանում։ Երկրի վրա ապրելով մենք երբեք էլ որևէ բանի սեփականատերը չենք դառնում։ Սա այնքան կարևոր է, որ մենք հասկանանք այս ճշմարտությունը։ Աստված ուղղակի որոշ բաներ վստահել է մեզ մեր երկրային կյանքի ժամանակահատվածի համար, վստահել է մեզ։ Մենք դրանք պարզապես օգտագործում ենք որպես տնտես, բայց ոչ թե սեփականատեր։ Ամեն։ Ձեր հետ եղած կլինի երևի, որ գնաք ինչ-որ միտեղ, արձակուրդ կամ չգիտեմ, պանսիոնատ կամ հյուրանոց վերցնեք կամ ինչ-որ տուն վարձեք, 3 օրով, 5 օրով։ Եղել է տենց, որ մտնում ես կվարձիրա, վարձակալած է։ Ու դու օգտվում ես տեղ ինչ կա, սպասքը, նույնիսկ սառնարանում ինչ կա, գիտես քո համար է, բայց գիտես քոնը չի։ Տեղ ինչ կա, քոնը չի։ Դու օգտագործում ես, վարձով վերցրել ես, վարձակալել ես, բայց քոնը չի։ Եթե մի բան փչացնես, կոտրես, պետքա վճարես։ Մեր կյանքն էլ է այդպես։ Ստեղ Աստված ինչ տվել է մեզ, մերը չի, մենք պետքա շատ ուշադիր լինենք։ Ես որ իմ երեխեքին եմ նայում, հասկանում եմ, որ Աստված իրանց տվել է ինձ, որ ես հոգ տանեմ իրանց համար, բայց իրանք Աստծո երեխեքն են։ Ես պետքա իրանց հոգ տանեմ, իմ ընտանիքը, իմ հարազատներին, իմ ընկերները, բարեկամ եւ այլն։ Նույնիսկ ունեցածը, գումարները, ամեն ինչը, դրանք Աստծուն է պատկանում, իմը չի։ Ու ես ինչպես հոգ կտանեմ դրանց։ Մանավանդ երբ որ հասկանում եմ, որ Աստված է Տերը, ուրեմն պետք է լավագույն ձևով հոգ տանեմ Աստծո ունեցածի հետ։ Մի տես մտածելակերպ կա, չէ՞, որ եսի պետությունն է, ուրեմն ոչ մեկին է, կարամ փչացնեմ։ Սխալ մտածելակերպ իհարկե, բայց եթե մենք հասկանում ենք, որ Աստծուն է պատկանում, Աստծո ունեցածը պետք է առավելագույն ձևով մենք հոգ տանենք, որտեղ Աստված է Տերը։ Առաջի Կորինթացիս 4:2 գրված է. ուստի տնտեսից պահանջվում է, որ հավատարիմ լինի։ Տնտեսից պահանջվում է, որ հավատարիմ լինի։ Մատթեոս 25-րդ գլխում տաղանդների առակն է, այսի չկարդամ, որ երկար չլինի ժամանակի համար, որ հիշում եք, մեկին տվեց մի տաղանդ, մեկին 2, մեկին 5, ու այդ մարդիկ ումը որ տրվեց, ումը որ վստահվեց, ինչպես վարվեցին դրա հետ, բխում էր նրանից, թե ինչքան են ճանաչում Տիրոջը։ Մի տաղանդ առնողը լավ նկարագրեց, թե ինքը ինչպես է ճանաչում Տիրոջը, այդ պատճառով էլ այդպես վարվեց։ Իսկ 5 տաղանդ առնողը ինչպես վարվեց այդ տաղանդի հետ, դա ցույց է տալի, թե ինքը ինչքան է ճանաչում Տիրոջը։ Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի վերջում գնահատվելու եւ հատուցում է ստանալու ըստ այն, թե ինչպես է վերաբերվել Աստծո ունեցվածքի հետ։ Մեր արած ամեն մի բան, նույնիսկ առօրյա կենցաղային գործերը, իրենց հետևանքներն են թողնում մեր հավիտենական կյանքի մեջ, հավիտենության մեջ։ Փողը դա միաժամանակ եւ քննություն է, մենք քննություն ենք ասում, Աստված փորձում է դրա միջոցով մեզ, եւ ժամանակավորապես մեզ վստահված ունեցվածք։ Աստված վստահել է քեզ, դա Աստծունն է տվել է քեզ, որտեղ նա ոնց ես ծախսելու։ Դրա միջոցով Աստված սովորեցնում է մեզ վստահել իրեն։ Սակայն շատերի համար հենց գումարն է հանդիսանում ամենալուրջ ու դժվար քննությունը։ Աստված նայում է, թե մենք ինչպես ենք ծախսում մեր ունեցված գումարը, որովհետև հենց դա է ցույց տալիս, թե մենք արդյոք հավատարիմ ու հուսալի ենք, որ Աստված վստահի մեզ հավիտենական գանձերը։ Դրա վրա երևում է Աստված մեզ վստահի, թե չվստահի հոգևոր հավիտենական գանձերը։ Լուկաս ավետարանի 16:11 համարում գրված է. ուստի եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չլինեք, ճշմարիտ հարստությունը ով պիտի ձեզ վստահի։ Սա շատ կարևոր ճշմարտություն է, գիտեք, որ մենք ինչպես ենք մեր փողերը ծախսում, մեր ունեցածի տնօրինելու ձևի եւ մեր հոգեվոր որակի մեջ շատ սերտ կապ կա, իրանք շատ կապված են իրար,
թե ինչպես եմ ես ծախսում իմ փողերը եւ իմ հոգեվոր վիճակի որակը, իրանք շատ կապված են իրար հետ։ Նայելով թե ես ինչպես եմ տնօրինում իմ միջոցները, կարելի ասել թե Աստված կարող է ինձ վստահել հոգեվոր հարստությունը, թե ոչ։ Մտածեք, միգուցե փողի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը խանգարում է Աստծուն, որ Աստված մեծ բաներ անի մեր կյանքում։ Արդյոք կարելի է վստահել մեզ հոգևոր հարստությունը։ Այսպիսով կյանքը եւ քննություն է, եւ մեզ վստահված ունեցվածք որոշակի ժամանակվա ընթացքում։ Եվ որքան շատ է մեզ տրված, այնքան ավելի պատասխանատվություն եւ լրջություն է Աստված մեզանից ակնկալում։ Ուրեմն առաջինը, որ կյանքը քննություն է, երկրորդը մեզ վստահված ունեցվածք կարճ ժամանակի ընթացքում։ Եվ երրորդը, կյանքը դա ժամանակավոր հանձնարարություն է։ Ժամանակավոր հանձնարարություն է։ Աստվածաշունչը ասում է, որ այս երկրային կյանքը շատ կարճ, ժամանակավոր եւ անցողիկ է։ Եվ որպեսզի մեր կյանքը լինի ավելի պտղաբեր, ավելի արդյունավետ, մեզ պետք է միշտ հիշել այս երկու կարևոր ճշմարտությունները։ Առաջինը, որ հավիտենության հետ համեմատած այս մեր կյանքը շատ կարճ է։ Շատ կարճ է։ Եվ երկրորդը, որ երկիրը ընդամենը մեր համար ժամանակավոր կացարան է։ Մենք ստեղ ժամանակավոր ենք։ Այս երկու ճշմարտությունը մենք պետքա չմոռանանք, միշտ հիշենք։ Մենք այստեղ երկար չենք մնալու։ Դրա համար էլ չարժի sense խիստ կապվել այս երկրային ունեցվածքի եւ բարիքների հետ։ Չարժի խիստ կապվել։ Եկեք խնդրենք Աստծուն, որ Աստված մեզ օգնի տեսնենք կյանք այնպես, ինչպես ինքն է տեսնում։ Ամեն։ Աստվածաշունչը նորից ու նորից համեմատում է այս երկրային կյանքը ժամանակավոր պանդխտության հետ օտար երկրում։ Մենք օտար երկրում պանդուխտներ ենք։ Այս երկիրը մեր մշտական տունը չի, մեր վերջնական հանգրվանը չի։ Մենք այստեղ ճամփորդներ ենք, հյուրեր ենք։ Իսի շատ կարևոր է, որ մենք չմոռանանք։ Ներկայացնելով մեր այս կարճաժամկետ ճամփորդությունը այս երկրի վրա, Աստվածաշունչը մեզ անվանում է ճամփորդներ, օտարականներ, հյուրեր։ Դավիթ թագավորն ասում է Սաղմոս 119:19. Պանդուխտ եմ ես երկրի վրա, մի ծածկիր ինձանից քո պատվիրանքները։ Պետրոսը ասում է առաջի Պետրոս 1:17. Եթե հայր ենք կոչում նրան, որ առանց աչառության դատում է ամեն մեկին իր գործի համեմատ, ուրեմն մեր պանդխտության ժամանակը վախով անցկացնենք։ Մեր պանդխտության ժամանակը վախով անցկացնենք։ Ժողովուրդ, կյանքը չի սահմանափակվում այս մի քանի տարով, որ մենք ապրում ենք։ Կյանքը շատ ավելի մեծ է։ Փիլիպեցիս 3:20-ում գրված է. բայց մեր քաղաքականությունը երկինքն է, որտեղից սպասում ենք Փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Մեր կյանքը կապված է հավիտենության հետ։ Մարդը հավիտենական էակ է, եւ մեր հայրենիքը երկինքն է։ Երբ հասկանանք այս ճշմարտությունը, մենք էլ չենք անհանգստանա այս երկրային ունեցվածքի եւ բարիքների համար։ Էլ այդքան էլ կարևոր չի դառնա, իմ գրպանում գումար կա, չկա, ինձ լավ եմ զգում, լավ չեմ զգում, դա այդքան էլ կարևոր չի արդեն։ Կարևորը թե իմ Աստվածը ոնց է իրան լավ զգում, երբ որ նայում է ինձ։ Կարևորը իրան հաճեսնելն է։ Աստված շատ պարզ ասում է, թե ինչքան վտանգավոր է ապրել այս երկրային ժամանակավոր ու անցողիկ բարիքների համար։ Երբ որ մարդ այս երկրի արժեքները յուրացնում է ապրելով այս երկրի նպատակներով, դա վտանգավոր է։ Մենք ստեղ ապրում ենք դեսպանի նման։ Դեսպանը ոնց է,
ինքը ապրում է օտար երկրում, բայց օտար երկրում պաշտպանում է իր երկրի շահերը, իր հայրենիքի շահերը, չէ, բայց օտար երկրում։ Պատկերացրեք, եթե դեսպանը խառնվի այդ երկրի ժողովրդին, ապրի ոնց որ այդ երկրի ժողովուրդն են իր այն հանձնարարությունները, որ ամեն օր գալիս է իր հայրենիքից, դնի մի կողմ, սկսի այնտեղ իր բիզնեսը, ապրի ոնց որ այդ օտար երկրի մարդիկ են ապրում։ Ինքը արդեն կհամարվի դավաճան իր երկրի կողմից, չէ։ Դրա համար Հակոբոս առաքյալը Հակոբոսի 4:4-ում ասում է. շնացողներ, չգիտեք թե այս աշխարհի սերը Աստծո դեմ թշնամություն է։ Ուստի ով որ ուզում է աշխարհին բարեկամ լինել, ինքն իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Ինքն իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Ինչի ասում շնացողներ, որովհետև դա դավաճանություն է։ Դավաճանում ես քո հայրենիքին, դու թողնում ես քո Աստծուն ու գնում ես օտար երկրի, օտար ձևերով ես ապրում։ Ինչ կլինի, եթե դուք ապրելով այդ օտար երկրի մեջ զգաք ձեզ այնքան հարմարավետ, որ սիրեք ու գերադասեք այդ օտար երկիրը ավելին, քան ձեր հայրենիքը։ Նվիրվելով ու պատկանելով այդ օտար երկրին, դուք կհամարվեք դավաճան ու թշնամի ձեր հայրենիքի համար։ Տենց է։ Երկրորդ Կորինթացիս 5:20-ում գրված է. ուրեմն Քրիստոսի կողմից դեսպանություն ենք անում, որպես թե Աստված ինքը մեր միջոցով կոչ կուղղե։ Մենք աղաչում ենք ձեզ Քրիստոսի կողմից, հաշտվեցեք Աստծո հետ։ Այո, մենք Աստծո կողմից դեսպան ենք ուղարկված այս երկրի վրա, մարդկանց ավետարանելու, ասելու ժողովուրդ, ավելի լավ երկիր կա, այս օտար երկիրը կորսվելու է, մենք դեսպաներ ենք, մեր դեսպանությունը պետք է անենք։ Առաջի Պետրոս 2:11-ում գրված է. սիրելիներ, աղաչում եմ պանդուխտների եւ օտարականների պես մեկ դիկեցեք կամ հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որոնք հոգու դեմ պատերազմում են։ Մարմնավոր ցանկություններ, այս աշխարհի կյանքը, դրանք վնասակար են մեր հոգու համար, պատերազմում են մեր հոգու դեմ։ Այդ երկրի կյանքով ապրելուց մենք կվնասվենք, մեր հոգու դեմ պատերազմում են մարմնի ցանկությունները։ Կյանքում ամենակարևորը դա անձնական երջանկության հասնելը չի։ Մենք պետք է միշտ հիշենք այս 3 ճշմարտությունը, որ կյանքը դա քննություն է, որ կյանքը դա մեզ վստահված ունեցվածք է որոշակի ժամանակահատվածում եւ ժամանակավոր հանձնարարություն է կյանքը։ Եվ միայն այդ ժամանակ մեր արժեքները ու ձգտումները կլինեն ոչ թե այս երկրում, այլ հավիտենության մեջ։ Հավիտենական կյանքը կլինի մեր մտածմունքը։ Երկրորդ Կորինթացիս 4:18-ում գրված է. ուստի մենք երևացած բաներին չնայենք, հապա չերևացածներին, քանի որ երևացած բաները ժամանակավոր են, բայց չերևացածները հավիտենական են։ Ինչ որ ժամանակավոր է ժողովուրդ, ժամանակավոր անցնելու է։ Ու դրա մեջ եթե շատ sense ներդրում անենք, մենք էլ հետները տենց ժամանակավոր կդառնանք, բայց Աստված քեզ ստեղծել է հավիտենության համար։ Ասում է թող այդ ժամանակավորը։ Այն ինչ որ չերևացողը դա է հավիտենականը։ Եվ այս երկիրը մեր մշտական ու հավիտենական տունը չի։ Այդ պատճառով է, որ քրիստոնյաները այս երկրի վրա հաճախ հանդիպում են դժվարությունների, տառապանքների, մերժումների այս երկրի բնակիչների կողմից։ Որտեվ սա իրանց երկիրն է, իրանց բաժինն է։ Իրանք ինչ ուզում անում են, ու մենք չպետք է իրանց նմանվենք։ Մենք պետք է երկնքով ապրենք։ Ես հաճախ եմ մի օրինակ ասում, որ մեր տուն 8-րդ հարկ բարձրանալուց վերելակով ենք բարձրանում, հայերեն ասած լիֆտ։ Բարձրանում ենք վերև, այդ վերելակի մեջ մի րոպե, ավելի քիչ նույնիսկ մի րոպեից տևում է, մինչև հասնում ենք տեղ։
Ինչքան հիմարություն կլինի, եթե ես այդ վերելակի մեջ փնտրեմ իմ հարմարավետությունը, մտածեմ այդ վերելակի մասին, ոնց անենք ստեղ ապրելը հարմարը լինի, այս վերելակի մեջ բասկաթոռ դնեմ, չգիտեմ, ինչեր դնեմ, թրաշվելու հարմար։ Նույնիսկ ծիծաղելի է, չէ՞։ Ժողովուրդը մեր կյանքը այդքան կարճ ու ժամանակավոր է։ Պետք չի տենց խիստ էս տարվել էս կյանքով էս երկրի վրա ինչա կատարվում։ Շատ շուտով կթողնենք ստե կեթան գնդեղ, պետք է մենք նաստրոյկա լինենք հավիտենության վրա։ Ամեն։ Այստեղ երբեք մենք չենք էլ հասնելու ամբողջական երջանկության։ Ու պետք էլ չի։ Իհարկե երջանիկ պահեր ունենում ենք ստեղ էս երկրի վրա։ Բայց այդ երջանիկ պահերը ոչինչ բան են համեմատած նրան, թե ինչ Աստված մտածել ու պատրաստել մեր համար։ Երբ որ կարդում ենք Հովհաննես ավետարանի 14 գլուխը, Հիսուսն ասում է. գնում եմ ձեր համար տեղ պատրաստեմ, որ գամ ձեզի տանեմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Իր սիրտը ոնց է թրթռում, որ մենք իրար հետ լինենք, ինքը չի ուզում հավիտենություն ապրի առանց քեզ, հենց առանց քեզի։ Ու դրանից հետո թողենք դա կապվենք ինչ որ մի հատ ժամանակավոր բանի հետ, ինչքան խոսք չկա ասելու։ Այս երկիրը չպետք է լինի մեր վերջնական ու հավիտենական տունը։ Մենք ստեղծված ենք շատ ավելի մեծ բաների համար։ Ամեն։ Այն գիտակցումը, որ այս երկրային կյանքը ժամանակավոր հանձնարարություն է, պետք է ամբողջովին փոխի մեր արժեքները, մեր մոտեցումները, ամեն։ Ոչ թե երկրային ժամանակավոր արժեքները, այլ հավիտենական արժեքները պետք է լինեն մեր համար գլխավորը եւ որոշիչը։ Այնինչ հավիտենական չէ, դա հավիտյան անարժեք է, մեզի պետք չի։ Եվ վերջի համարը, որ ուզում եմ կարդամ, Եբրայեցիս 11-րդ գլխից 13-ից 16 համարները։ Դե թվարկում է Աստծո մեծ մարդկանց համար, ովքեր Աստծո ոնց որ գեներալներն են։ Ու ասում է սրանք ամենքն էլ հավատքով մեռան խոստումները չարած մեռան, ապա հերվից տեսան նրանց ու ողջունեցին եւ խոստովանեցին, թե իրենք օտարներ ու պանդուխտներ են երկրի վրա, օտարներ ու պանդուխտներ երկրի վրա։ Քանզի նրանք, որ այսպիսի բաներ են խոսում, հայտնի են անում, թե մի գավառ են փնտրում, եւ իրավի, եթե զանիկա հիշեին, որտեղից որ ելան, ժամանակ ունեին այնտեղ դառնալու, եթե հիշես քո անցյալը, այո, ժամանակ կա քո անցյալը գնալու, բայց դու մի մտածի դրա մասին, դու մտածի հավիտենության մասին, որտեղ մարդը ինչ մտածում է, նա էլ դառնում է։ Բայց հիմա լավագույն մի գավառի են փափագում, այսինքն երկնավորին, ուստի ամոթ չի համարում Աստված նրանց Աստվածը կոչվել, որովհետև ինքը նրանց մի քաղաք պատրաստեց։ Քո համար կա քաղաք պատրաստված։ Իմ երեխան փոքր էր, մեկ ասում էր. «Պապա, երբ է Հիսուսը գալու մեզի տանի է իր մոտ»։ Ոչ թե նրա համար որ կյանքից հոգնել էր, այլ որ պատմել եմ, այնտեղ ինչեր կան, ինչ լավ այնտեղ։ Ասենց ասում էր, «Բա երբ են գնալու»։ Այդտենց պետք է ապրենք մենք։ Իսկ շատ կարճ էս կյանք ապրենք գնանք այնտեղ։ Մի պատմություն կա, շատ անգամ պատմվել է, աստեղից ասվել է, գիտեք շատերը տանգիր մի միսիոների մասին, որ գնում է Աֆրիկա, թե որտեղ միսիոներության, մոտ 20 տարի այնտեղ ծառայում է, եկեղեցի է հիմնում, Աստծու համար գործում է, ու ժամանակը գալիս արդեն վերադառնում է տուն։ Մոտ 20 տարի հետո վերադառնում է տուն, ու ոնց է լինում տուն վերադառնալուց նավով է վերադառնում, ու այդ նույն նավի մեջ գտնվում է մի պրեզիդենտ, որը որ իր շրջագայությունից նորից վերադառնում է տուն, ու տուն հասնելով, երբ որ նավը հասնում է տեղ, նավից իջնում են այդ պրեզիդենտին, դիմավորում են, շատ ճոխ ձևով, ասենց խալի են փռում, ծաղիկներ, փողային նվագախումբ, այդ բաները, ժուրնալիստները շատ ասենց ճոխ ձևով դիմավորում են, իսկ ես միսիոները դուրս է գալի խառնվում ամբողջին գնում ու ասենց դառնացած աղոթում Աստված ջան, ուր արդարությունը, ինչի համար էլի, հա ինք որ ինչա պրեզիդենտ էր, տենց դիմավորեցին, իսկ ես իմ կյանքի լավագույն 20 տարիները նվիրեցի քեզ, ինչի՞ սենց դառնացած ոնց որ Աստծուն աղոթում է,
ու Աստված ասում է դու դեռ տուն չես հասել։ Հա ինքը հասավ տուն, բայց դու դեռ չես հասել տուն։ Երբ որ կգաս, կտենաս քեզի ոնց կդիմավորենք։ Ես էլի ուրիշ վկայություններ լսել եմ, թե այնտեղ ոնց են դիմավորում։ Ըստ երկրի վրա տենց չեն դիմավորում։ Եվ երբ որ հանկարծ մի օր հոգնես, կասկածի մտքեր գանալնում է, չէ՞ որ մեկ գալիս են կասկածներ, արժե Քրիստոսին հետևել, այսքան ջանքերը, որ ես ներդրել եմ Քրիստոսին հետևելու համար, բա ուր արդյունքը, բա ինչի վերջը, կասկածներ են գալի, երբ որ գան տենց մտքեր, դուք հիշեք, որ դեռ չեք հասել տուն, դեռ սպասեք, մի քիչ էլ սպասեք։ Ու հիշեք, երբ որ այն պահը գա, երբ որ դուրս գաք այս մարմնից, դուք ոչ թե թողնեք ձեր տունը ունեցվածքը, այլ ընդհակառակը ձեռք կբերեք ձեր իսկական տունը եւ ունեցվածքը, որտեղ հավիտենությունն է մեր տունը, ուրեմն կյանքը դա քննությունը, կյանքը դա Աստծուց քեզ վստահված ժամանակավոր մի բան է եւ կյանքը ժամանակավոր հանձնարարություն է։ Եկեք կանգնենք ոտքի, աղոթենք։ Աղոթքի մեջ կուզեմ, որ քո որոշումը բերես Աստծուն, քո սիրտը, քո վստահությունը, որ Տեր օգնի ինձ, որ ես ապրեմ ճիշտ, կյանքի նայեմ այնպես, ինչպես դու ես ուզում, որ նայեմ։ Տեր Աստված, շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ ենք այսօրվա համար։ Շնորհակալ ենք, որ դու միշտ մեր հետ ես, Տեր, եւ դու օգնում ես մեզ ամեն հարցում, ամեն դժվարությունների մեջ, ամեն քննությունների ժամանակ, որ մենք կարողանանք հանձնել քննությունը, որ մենք կարողանանք ամեն փորձություն անցնենք Տեր Աստված, քո օգնությամբ։ Այո, Տեր, առանց քեզ չենք կարող։ Օգնիր մեզ նայել քեզ, Տեր Աստված, մտածենք քո մասին, հավիտենության մեջ լինի, Տեր, մեր փափագը, մեր նպատակները, որ մենք ապրենք հավիտենությունով, ապրենք, Տեր իմ Աստված, քեզ հետ հանդիպելու հույսով։ Դու լինես, Տեր, մեր փափագը ամեն ժամանակ։ Շնորհակալ եմ քեզանից, Տեր, թող քո սերը բորբոքվի մեր մեջ եւ դու լինես մեր կյանքում ամենակարևորն ու առաջինը։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուս Քրիստոս, քո սիրո համար, ամբողջ փառքը քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։